նայեք, եկեք ընդհանրապես ոնց է, չէ՞, որ մի բան մի քիչ դժվար է հասկանալ, սկսես մոդելավորել, այսինքն այս վիճակը ինչ կլինի, մոդելներ, այսինքն իրավիճակային մոդելավորել։ Եկեք պատկերացնենք, 2015 թվականին Էրդողանը եկավ Հայաստան, գնաց Ծիծեռնակաբերդ, պսակը դրեց Ծիծեռնակաբերդում, գլուխը խոնարհեց եւ ասեց, այո, 1915 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած խոտորածները ցեղասպանություն են։ Ես դասում եմ ձևակերպ ինչ որ ֆրանսիացի կընդունեցին, ինչ որ մյուսը։ Ասեց, գլուխը կախեց, գնաց։ Հիմա եկեք հասկանանք, այդ հայտարարությունը գործնական առումով մենք ոնց ենք օգտագործելու։ Ես լինեի թուրքերի տեղը, վաղուց դա կանեի, որտեղ դա ավելի շատ թուրքերին է պետք, որտեղ ես դա կհանեի եւ աշխարհին կասեի, որ տեսեք, մենք այնքան ենք առաջադիմել, այնքան զարգացած երկիր ենք, որ անգամ կարող ենք ընդունել մեր նախնիների մեղքը եւ այլն, սա մեր առաջադիմության ցուցանիշ, որտեղ այդ հայտարարությունը դուք չեք կարող կցել որևէ բանի եւ դրա վրա ոչինչ չեք կարող խարսխել։ Հա եղել է ցեղասպանություն, հետո արդյոք նշանակում է, որ դրա դիմաց հատուցումներ պիտի լինեն։ Արդյոք առավելից դժվար որ դրա դիմաց տարածքային հատուցումներ լինեն։ Իհարկե ոչ։ Դա քաղաքական հայտարարություն է, որ կարելի է դատարանում օգտագործել եւ ասել, որ գիտեք, անգամ թուրքերն են ընդունում։ Դա կարելի է, բայց թուրքերն էլ կարող են ասել, ինչպես օրինակ հիմա շատ արևմտային կազմակերպություններ են խոսում, վերադարձի իրավունքի մասին։ Այո, եղել է ցեղասպանություն, այո, մենք վտարել ենք ձեր նախնիներին այս երկրից, եկեք վերադարձեք, ապրեք ձեր երկրում։ Մեր դռները բաց են ձեր առջև։ Հիմա քանի հայ պիտի գնա։ Նաև պատրաստ են գույքը վերադարձնելու, բայց գիտեք, դրա համար դուք պիտի համապատասխան փաստաթղթերով դա ապացուցեք։ Քչերը գիտեն, որ Թուրքիան ժամանակին Քեմալի օրոք նման որոշում կայացրել է։ Դա 25 թե 26 թվականին է, երբ որ ասեց, որ հայերը կարող են վերադառնալ Թուրքիա եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պարագային ստանան իրենց գույքի հատուցումը։ Բայց դա ինչու արեց, որպեսզի հենց աշխարհին ցույց տա, որ գիտեք քանի հայ գնաց, համարյա չգնաց, ինչու՞, նախ սահմանները ոչ ոքի չթողեցին ներս մտնի հայերից։ Պարզապես մի ձեռով ասեց, կարող եք մի ձեռով հրահանգեց։ Մյուսը, ովքեր վերադարձան, շատերը սպանվեցին։ Շատերը սպանվեցին, հենց հրարեցին, սպանեցին, կազմակերպեցին, չեմ ասում քանի ունեին այդ փաստաթղթերը, որով կարող են դատան։ Անգամ վերցնենք Թախսիմի շուրջ, Ստամբուլի այդ Թախսիմ թաղամասի շուրջ վեճը, որ դեռ 60-ական թվականներին առաջին անգամ պատրիարքան փորձեց հողից ստանալ։ Դատարան ներկայացրեց բոլոր համապատասխան փաստաթղթերը, որտեղ դե Պոլսում ի վերջո նաև դա պատրիարքալան սեփական թղթերը կա։ Գիտեք ինչ եղավ այդ փաստաթղթերի հետ։ Պատահականորեն հրդեհ բռնկվեց դատարանում եւ բոլոր փաստաթղթերը այրվեցին։ Հասկանում եք, նման լիքը բաներ կարելի է կազմակերպել, դատարանն ասում է, որ դու պիտի ներկայացնես օրիգինալը, բնօրինակը, իսկ այն ժամանակ առանձնապես պատճենելու այդ հնարավորություն չկար, եւ պատահականորեն հրդեհ լինում, ջուրաթափվում, գողանում են եւ նման բազմաթիվ դեպքեր ա եղել։ Նույնը եղել է Սիրիայի հետ կապված 28-27 թվականներին, երբ որ մանդատային իշխանությունը տեղի հայերից փաստաթղթեր հավաքեց սեփականության վերաբերյալ, իբր Ֆրանսիան պիտի զբաղվեր իրանց սեփականության հարցով։ Հարցրեք այդ նույն սպյուրքային, ձեզ կպատմեն, ուր են այդ փաստաթղթերը, Աստված գիտի։ Հավաք, այսինքն դա նաև այսպես են մի քանի ալիքով հայերին զրկել են նաև այդ փաստաթղթային հիմքերից։ Այդպես չի եղել որ բանը, շատ քչերի մոտ կա պահպանված։ Բայց դա ամեն դեպքում անհատական կամ ազգային սեփականություն, ասենք դա բնավ կապ չունի միջպետական տարածքային վեճի հետ, նա լրիվ այլ դաշտ է։ Հետևաբար ինքնին ցեղասպանության ճանաչումը որևէ իրական բան Հայաստանում չի տալու։ Ես ընդունում եմ, որ Սփյուռքը կարիք ուներ այդ ճանաչման գործընթացին 60-ականներից, միգուցե Սփյուռքը հասկացել է, որ ինքը ուրիշի խաղ է խաղում։ Գուցե հասկացել են, գուցե եւ չեն հասկացել։ Մինչև 90-ական թվականներ, ինչու՞։ Որովհետև Սփյուռքը, այսինքն չկար մի որևէ մարմին, որը կարողանար պահանջ ներկայացնել Թուրքիայի դեմ։ Որտեղ միակ պահանջատերը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Միակ միջազգային իրավունքի սուբյեկտը, որը կարող է հարց ներկայացնել, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետություն չկար մինչև 91 թիվը։ Հիմա ինչ պետք է աներ Սփյուռքը։
Ոչինչ չաներ չէր լինի, պետք էր մի գաղափար, որը լիներ հուզական, որի շուրջ համայնքները համախմբվեն եւ հայապահպանման նպաստ լիներ։ Այսօր ըստ էության միակ գործողությունը, որը Սփյուռքը անում է համախմբված, դա ապրիլի 24-ն է։ Հանեք ապրիլի 24-ը եւ Եղեռնը, հələ հարցական է, Սփյուռքը այսքան կդիմանար, թե չէ։ Որտեղ այդ ցեղասպանության ճանաչման գործընթացը ինքնին մոբիլիզացրել է եւ մարդկանց միավորել է։ Բայց ներկայումս Հայաստանի Հանրապետության արկայության դեպքում արդեն դա ոնց որ ասած ժամկետած ծրագիր է, իմաստ չունի։ Ես չեմ ասում, որ ընդհանրապես ճանաչման համար գործողություն չարվի։ Դա էլ կարելի է։ Ես առաջարկել եմ նույնիսկ Սփյուռքի տարբեր կառույցների ղեկավարությանը, որ այն փողը, որը ծախսում է ցեղասպանության ճանաչման վրա, դրա 10%-ը, էլի 90% թողի ցեղասպան, 10%-ը հատկացրեք պահանջատիրության համար, երբ մի քանի տարի աշխատանք անենք, հետո կարելի է վերանայել, ըստ արդյունքների դա էլ տեսնել ոնց է, եթե 10%-ը չի բերի լուրջ արդյունքների, ըստ այսինքն արդյունքների կարելի է այդ ամբողջը։ Ցավոք սրտի չեղավ, ես բացատրեմ նաև ինչու, իմ ընկերներից մեկը Տորոնտո, որը այս հարցերի շատ ակտիվ մարդ է, բավականին մեծահարուստ, բայց ընտանիքն է, իր ինքնինձանից մեծ է, բայց իր մայրը բնականաբար ավելի մեծ է տարիքով, էլի, բայց այդ մաման է փողերը տնօրինում, ասես նայի, երբ որ եկեղեցին գալիս է մորիցս փող ա ուզում, մերս 100,000 կտա, որտեղ ուզում է կաշառի Աստծուն, որ դրախտ կնա, էլի, այդ կաշառքի ձև է, ի վերջո, եկեղեցուն փող տալը։ Եթե ասում եմ ես ցեղասպանության համար փող ուզեմ, ինքը 10,000 կտա մերս։ Բայց եթե ես գամ ասեմ դու $1,000 փող տու բանի համար, որ դատարան դիմենք, իրավաբաններ, բան, ինքը $1,000 էլ չի տա, որտեղ իր համար դա շատ բարդ հարց է, այսինքն որ հասկանա ինչ նշանակում էստոպել, որ էստոպելը կանխես, ինչ նշանակում միջազգային այց, միջազգային դատան, ցեղասպանությունը պարզ է։ Մեզ կոտորել են, մենք $170,000 ենք տալի, Տորոնտոս տարում առնում ենք մի ամբողջ էջ, ասում ենք եղել է ցեղասպանություն ապրիլի 24-ին, տպում ենք ուրախանում ենք, $170,000 փող ենք վճարել մի էջի համար։ Ասում ենք Տորոնտոս տարում գրվեց ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի օրն է։ Այդ հասկանալի է, հասկանում եք, մարդիկ ռեալ տեսնում են, փողը տվեցին, թերթի մեջ ռեկլամա տված, ունեն էդի, դա ռեկլամի էջում է տվում, դա այս բանով չեմ ասում։ Իսկ ինչ որ փող տալ, որ ինչ որ հрьяաների պետք է տանես տաս, որտեղ իրանք են լավագույն իրավաբանները, իսկ հայ համայնքը որ գալիս է միջին արևելքից ատում է հрьяաներին։ Այսինքն այդ հрьяաներին տաս, իրանք գրասենյակներին տաս, որ իրանք ինչ որ փող աշխատեն, էս անեն, բարդ է, անհասկանալի է։ Դրա արդյունքը այս տարի կլինի, թե 5 տարի հետո կլինի, հասկանալի չի։ Արձան կարելի է դնել, արձանը նարդ, այսօր դրեցինք արձանը, բոլորը տեսան, ուրախացան, այդ արձանը կա։ Դրա ազդեցությունն ինչ է, ես այդ հարցումներն արել եմ, ես պատահական չեմ ասում, մի հատ էլ արձան ես եմ օտավարել դեսպանության դերը, բայց դայի վրա 10 անգամ էժանանստե, քան համայնքներ անում, հասկանում եք։ Ես բանում լավանում, որը Մորալի արվարձաններից է, որտեղ այ շատ է ապրում, դեղ կա մի հատ հուշարձան, որ իրականության մեջ դա ցեղասպանությունների հուշարձանն է, ոչ թե հայոց ցեղասպանության, բայց հայերն ասում են, հայոց ցեղասպանության, որտեղ ծախսերը իրանք են արել, $200,000 մի 20 տարի առաջ, որը մեծ փող էր։ Այդտեղ կանգար կա, ես հատուկ գնացել եմ, մի քանի անգամ հարցել եմ մարդկանց, որ կանգնած են, սա ինչ արձան է, հավաստիացնում եմ ձեզ, որևէ մեկը չգիտի ինչ արձան է։ Ինչ արձան, այդ քառակուսին ինչ-որ մի հատ բան է, որ ասել դրանով մենք անգամ հայոց ցեղասպանության մասին իրազեկ ենք դարձում հասարակության, դա էլ չի աշխատում։ Հասկանում եք, դա չի աշխատում, որովհետև մարդիկ դրանով էլ չեն իմանում։ Դրանով էլ չեն իմանում, որովհետև իրանց պետք չի դա։ Այսինքն իմաստ չունի, այսինքն դու պիտի շատ նպատակային աշխատես։ Այսինքն քո խնդիրը ուրիշ է։